Փառքներդեհին։ Հիշում եք, չէ՞ որ Ճիվաղի խորհրդանի ամբիոնից, երբ Արցախահայաթափված չէր, ասեց, որ միջազգային հանրությունը պահանջում է Արցախի նշաձողի իջեցում։ Եվ չպարզաբանեց, ինչ ասել է միջազգային հանրությունը։ Դե մենք դա հասկանում ենք, որ դա ռուսներն ու թուրքերն են հիմնականում, որը իրականում միջազգային հանրություն չէ, այլ թշնամի է։ Ինքը հայտարարեց, որ նշաձողի իջեցում են պահանջում, բայց ինքը ամբողջովին վերացրեց Արցախը եւ այդ նշաձող ասածը մտցրեց իր համապատասխան տեղը։ Եվ այդ օրվանից սկսած ինքը արդեն Իլհամի եւ Ռեջեփ Թայիբի առաջ սկսեց կուզեկուզ մանգալ։ Այն հավատարիմ շնիկի պես, որը երբ որ ջղային տիրոջը տեսնում է, քծնող ժպիտով եւ պոչը խաղացնելով հետույքը մտցնելու process ցուցադրելով մոտենում է տիրոջը։ Նման երևույթների մենք հանդիպեցինք, երբ որ Թուրքիայում ուղղակի մատով էին հրավիրում իրենց մոտ Նիկոլին, կամ երբ որ ինքը մոտենում էր Իլհամին թեյի հրավիրելու, նրա քծնանկը, նրա կիսակռացած վիճակը, ասես այդ նշաձողը հետանցքից ներս էին մցրել ու դեռ չէին հանել։ Իրականում միջազգային հանրությունը նման գաղափարախոսություն չկա միջազգային հանրություն, ինքը պետք է անուններ տար, կոնկրետ ասել, որ հայ ժողովուրդը սկսել պայքարը նման երևույթի դեմ։ Ինչպես ասեց, որ կան պետության ղեկավարներ, ովքեր ինձ ասում են, որ ձեր ժողովուրդը նահատակ ժողովուրդ է, այսինքն նա մորթվելու, փրթվելու, մատաղ լինելու հատկանիշ ունի եւ դա նորմալ է, չնեղվեք, եթե ձեզ շարունակեն կոտորել կամ ոչնչացնել։ Նման քարոզներով հանդես է գալիս միայն թշնամու ծրագիր իրագործողը։ Ինչու՞ ես ամեն ինչը հիշեցնում, սա բոլորիս համար տեսանելի է եւ բոլորս ենք տեղյակ։ Հիմա խոսակցություններ են տարածում, սա նույնպես ռուս-թուրքական քարոզությունն է եւ նրանց ծրագիրը իրագործելուց առաջ նման քարոզներով հայ ժողովրդին խեղում են։ Ասում են, որ աշխարհի մեծերը գերտերությունները Հայաստանին անկախ չեն պատկերացնում, չեն ցանկանում տեսնել Հայաստանին Արցախ։ Կարճ ասեմ, աշխարհի մեծերը կերել են հայ տղամարդկանց լավ տեղերը։ Այդտենց հասկացողություն գոյություն չունի։ Սա նույնպես ռուս-թուրքական քարոզություն է։ Երբ որ իրենք ծնել են Արևմտյան Ադրբեջան, իրենք պետք է հետևողական այս Արևմտյան Ադրբեջանի համապատասխան ցանկություն մտցնեն հայ ժողովրդի գլուխը, ինչպես Արցախի դեպքում։ Եվ այսօր երբ որ հարցնում ես Արցախի հարց, ասում են Արցախի հարցը լուծված է։ Դա նույնն է, որ հիվանդին սպանեն, տանեն, թաղեն ու ասեն հիվանդի հարցերը կամ հիվանդին առողջացրել եք։ Սա է թուրքական քարոզչության մեքենան եւ նրա գործիք Նիկոլը։ Ուրեմն չկա նման տեսակետ, աշխարհի գերտերություններ ասածը պետք է ասեն կոնկրետ որ գերտերությունը եւ որ գերտերության կամ տվյալ գերտերության որ ղեկավարը կամ որ բարձրաստիճան պաշտոնյան է նման միտք հայտարարել, անմիջապես այդ մարդու հարցերը կլուծվի։ Սա արվում է միայն հայ ժողովրդին մոլորեցնելու, նրա գլուխը մտցնելու, այսինքն այն զոմբիների, որոնք չեն պատկերացնում կամ ազատության գինը չգիտեն եւ իրենց թվում է թե Նիկոլը աշխարհի մեծերի դեմ կռիվ է տալիս, որ գոնե մենք մնանք, գոնե ինչ-որ մի կարգավիճակով մնանք։ Ընդհակառակը աշխարհի մեծերը, եթե մենք նկատի ունենք դրանցից մեկը որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների պետություն, աշխարհի մեծերը Հայաստանի տարածքում, չնայած դա հայ մեծ գործարարի, ով ուղեղների, չիպերի արտադրության մեջ Ամերիկայում մեծ ներդրում ունի, այդ մարդու ցանկությունն է եղել Հայաստանում նման արտադրություն կամ նման գործարան կառուցելը։ Հասկանում եք, տարածաշրջանում նմանը չկա եւ Ամերիկան այդ ուղեղները ամեն երկրի չի ուղարկում։ Եթե նման բան լիներ, հասկանում եք, եթե Ամերիկան մտածեր, որ Հայաստանը պետք է դառնա Թուրքիա, այդ ծրագիրը Թուրքիայում կիրականացներ, ոչ թե Հայաստանում։ Եվ նույնիսկ փոքրիկ ատոմակայաններ, նորաձև ատոմակայաններ պետք է շահագործվեն Հայաստանում, նորից ամերիկյան ծրագրով։ Եթե Ամերիկան ցանկանար Թուրքիայի տարածքում նման բան աներ, ռուսները Թուրքիայում ատոմակայան չէին սարքի։ Ուրեմն ձեր ասած աշխարհի մեծերը թուրքերի լավը չեն ուզում իրականում։ Եվ Նիկոլի այդ ռուս-թուրքական այդ ծրագրի այդ քարոզչության մեքենան, որ աշխատեցնում է մեր գլուխը մտցնելու, որ մենք պատժված ենք աշխարհի կողմից, որ մենք թույլ ենք, որ մենք սխալ ենք, որ մենք հանցագործ ենք, նա բացառապես կատարում է թշնամու ծրագիրը։ Եվ տեսեք հերթական մոլորեցնելու մի այլ երևույթ։ Եվրոպայից անմիջապես վազեց Ռուսաստան եւ ասեց, որ ինքը հապկի անդամ է, այսինքն շեշտեց, որ ինքը հապկի Նիկոլն է։
ու հանգարց հիմա հայտարարություն անում, որ արևմուտքին հրավիրում է, որ ընտրությունների ժամանակ գան եւ իրենց ներկայությամբ չեզոքացնեն օտար ազդեցությունը։ Հետաքրքիր է հապկումով կարող է մեր ընտրությունների վրա ազդել բացի Ռուսաստանից։ Ուրիշ ոչ ոք։ Իսկ ինչպես կարող է հապկի Նիկոլը նման արտահայտություն անել, որ եկեք, փրկեք։ Հապկի Նիկոլը ուզում է ասել, որ Հայաստանում բոլոր ընտրությունները եղել են Ռուսաստանի ազդեցությամբ ավելի շուտ Ռուսաստանի որոշմամբ։ Իրոք մեր բոլոր ղեկավարները ձևավորվել են, նշանակվել են, որը կազմակերպվել է ընտրություններ խաղով, որոշվել են Ռուսաստանում, թե ով պետք է ղեկավարի Հայաստանը, անգամ Նիկոլը, հասկանում եք, եւ այսօր ինքը բարձրաձայնում է, թե եկեք մեզ փրկեք, այսինքն ինչ կա սրա տակ, նշանակում է, որ ընտրակեղծարարության գործիքակազմը պատրաստ է, այսինքն եթե եվրոպացին, ամերիկացին գա եւ ուղակի հետևի ընտրություններին, նա ոչ մի խախտում չի տեսնելու, որովհետեւ Խաչիկը գնալու է իր բուլետենը վերցնի, քվեարկի գցի այնտեղ, բայց Խաչիկի տան վրա գրանցված տասնյակ մարդիկ գալու են Խաչիկի պես խելոք առանց աղմուկի, անձնագիրը ներկայացնելու են, գնալու են, քվեարկելու են Նիկոլի օգտին։ Եվ առանց աղմուկ պարզվել է, որ Նիկոլը հաղթեց։ Եվ եվրոպացին այնտեղ ոչինչ չի կարող անել։ Ու երբ որ մենք ասենք դու կեղծեցիր, պետք է ասի եվրոպացիների աչքի առաջ ոնց կեղծեցի ես։ Գործիքակազմը պատրաստ է ու ինքը ռուսական խաղը այս անգամ ուզում է հերթական անգամ ավելի շուտ կոտրել եվրոպացիների կամ արևմուտքի գլխին լինելով հապկի անդամ պաշտպանված լինելով հապկի Պուտինի եւ Իլհամի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հովանու տակ ինքը բերելու է եւ արևմուտքին փչացնի հերթական անգամ սա պայմանավորված ծրագրավորված խաղ է չի կարող հապկում, հապկ տարածքում ընտրություններին միջամտի ինչ-որ մեկը չի կարող ուղղակի։ Իսկ Նիկոլը առավել եւս այդ տղեն չի էլի որ Պուտինի դեմ տղա բերի այստեղ։ Երբ որ վազում եւ իր հավատարմությունն է հայտնում Պուտինին։ Նենգության աստիճան։ Երբեք խաբված չլինեք։ Սա ամենածանր Ռուսները ու թուրքերը աչքի են ընկել միշտ ստախոսությամբ, խաբեությամբ։ Դրանք իրենց թշնամիներին կործանել են խաբելով։ Առճակատմամբ երբեք ոչ մի պատերազմում թուրքերը մեզ չեն հաղթել, եթե մեզ չեն խաբել։ Ոչ մի առճակատման ժամանակ նժդեը երբեք բոլշևիկներին չպարտվեց, ռուսներին չպարտվեց։ Էլի գտան Հայաստանում մարդիկ, նրանց միջոցով կարողացան ազդել, իշխանությունը վերցնել եւ գոնե նժդեը կարողացավ կորզել այն, որ Սյունիքը մնա հայկական։ Այս սա է տեղի ունենում։ Եվ եթե այսօր ինչ-որ մեկը աջակցում է Նիկոլին, հավատացեք, նրանք թուրքական ծրագրի ամենամեծ հովանավորներն են, ամենամեծ։ Եվ սրանց այս շանտղությունները ինձ համար այնքան տեսանելի են եւ պարզ։ Դրա համար ուզում եմ կիսվել ձեր հետ։ Հիշեք, անձնագրերի, կեղծ անձնագրերի Վրաստանի սահմանակետում բացահայտվելը մեր Էջմիածնում տեղի ունեցած ընտրությունների մարդիկ բարձրաձայնում են, որ 9, 10, 15 հոգի իրենց տան վրա գրանցված են, ովքեր են, եկել են եւ ԿՊ-ին են ձայն տվել։ Վաղը խորհրդարանական ընտրություններում նույն պատկերն է լինելու։ Մարդիկ գալու են իրենց դեմքով, բայց օտարի անունով քվեարկեն գնան։ Այդ նույն մարդը կարող է ժամը կեսօրին Աբովյանում քվեարկի, երեկոյան Երևանում քվեարկի, առավոտ շուտ Սևանում քվեարկի, իր անունը ամենտեղ կարող են նշել եւ ինքը գնա այդ անձնագրով մի քանի անգամ ընտրի կամ իր նկարով մի քանի ուրիշ անձնագրեր տան տարբեր հասցեներում իբր բնակվող հերթով բոլոր տեղամասերում, որտեղ ինքը չի բնակվում, որտեղ իրեն չեն ճանաչում, գնա եւ ընտրությունների մասնակցի եւ պարզվի, որ Նիկոլը հաղթել է եւ ասեն ռուսները չմիջամտեցին, Եվրոպան էլ եկավ օգնեց։ Եվ նորից հապկի Նիկոլին հորջորջեն Եվրոպամետ, ասեն մարդը Եվրոպային օգնության կանչեց, դե չի կարողանում Պուտինից ազատվի, ինչ որ մի կերպ ուզում է, էլի Եվրոպաներին ձեն է տալիս։ Չխափնվեք Նիկոլին։ Ընտրություններ տեղի չեն ունենալու, քանի Պուտինը կա մեր երկրում արդար ընտրություն չի կարող տեղի ունենալ։ Չի էլ տեղի ունեցել։ Այն որ ասում են Ռոբերտի ժամանակ, Նիկոլի ժամանակ, Սերժիկի ժամանակ, չկան նման ժամանակ, կա Պուտինի ժամանակ։ Եվ Ռոբերտի օրոք, եւ Սերժիկի օրոք, եւ Նիկոլի օրոք։
Դրանց ժամանակի տերը Պուտինն է։ Սրանք երեքն էլ նույն պուտինական համակարգի դավաճան սրիկաներ են, որոնք պետք է պատասխան տան։ Լևոնն էլ ձեզ նվեր։ Մնաք խաղաղությամբ։